Շարունակում ենք նիստը, նախորդական նիստին վկայի արձակնությունը շենք ավարտել, ըստի շարունակենք նշված հատումից, հատումից անջամին Աշխարհական կողմը իր բոլոր հարցերը կարծեմ նախորդական նիստի ընթացքում տվել Պատվարժան դատարան, որպես այդպիսին դա եղել է քարոզարշավի նախապատրաստական գործողություն, դա կարող է նաև քարոզարշավի տրամաբանության մեջ տեղավորվել, բայց շատ ավելի լայն զանգվածների վերշփումը նախատեսվում է Դարմիկ Ղազարյանի և Լիանա Ղարամանյանի նախնական իրազեկող ակցիայից անմիջապես հետո ժամը 16:00-ին, որ պետք է իրականացվեր։ Ձեր ցուցմունքում նշեցիք, որ երբ ասել եք գյուղ, նաև Դարմիկ Ղազարյանի խոսքերից հասկացել եք, որ այն տրամադրությունները չեն եղել գյուղում, ինչ-որ դուք ակնկալել եք։ Խնդրեմ պարզաբանել ինչ է ակնկալելը, ասենք, ինչն է ձեր ակնկալիքը, որը չի արդարացել։ Նախ ակնկալիքներ որպես այդպիսին ես ինքս առանձնացված չեմ ունեցել, ակնհայտ է, որ քաղաքական պրոցեսների մեջ կլինեն մարդիկ, զանգվածների մեջ կլինեն մարդիկ, ովքեր համաձայն կլինեն X անձնավորության հետ, տվյալ դեպքում իմ հետ կլինեն մարդիկ, որ կլինեն խիստ անհամաձայն, բայց դա որևէ մեկին կրկնում եմ թույլ չի տալիս քարոզարշավի ընթացքը խոչընդոտել կամ խոչընդոտելուն միտված գործողություններ իրականացնել։ Նաև դրացի հարց ինչով պայմանավորված է ձեր ակնկալիքը, նկատի ունեմ ենթադրել եք, որ օրինակ X քանակության մարդ պիտի հավաքվի, թե ինչ ակնկալիք է մինչև ձեր գնալը Դարմիկ Ղազարյանի և Լիանա Ղարամանյանի մետեղ ուղարկելու։ Ակնկալել եմ, որ այնպես ինչպես վաղաշաբաթ խոշորացված համայնքի մյուս բնակավայրերում է անցել իմ քարոզարշավի ընթացքը, առնվազն Ոսկեհատ համայնքում նույն իրավիճակը ես կունենամ։ Խնդրեմ մանրամասնել, ինչ մյուս բնակավայրերում կամ այլ ձեր նախանշած տեղերում ինչ բնույթակել են հանդիպումները, որը չի եղել օրինակ վաղաշաբաթ։ Խաղաղ, ես կասեի խիստ խաղաղ, վաղաշաբաթ խոշորացված համայնքի մյուս բնակավայրերում հայհոյանքներ չեն տեղացել, վաղաշաբաթ խոշորացված համայնքի մյուս բնակավայրերում կուտակումներ չեն եղել մեքենաների, այն ինչ որ եղել է Ոսկեհատ համայնքում։ Նշեցիք, որ Դարմիկ Ղազարյանի հետ Արտուրայից նրանց հետո Չապետի վերաբերյալ ուսել եք, զրուցել եք, հետաքրքրել եք, թե ինչ է կատարվել, խնդրեմ հայտնեք
Գավնիկ Ղազարյանը ձեզ ներկայացրել է օրինակ ինչ ընթացք է ունեցել քարոզարշավը կամ նախապատրաստական աշխատանքների միջև նշված միջադեպը եւ միջադեպից հետո դրանք միմյանցից տարբերվել են, եթե տարբերվել են, ինչու ներկայացել տարբերությունը։ Պատվարժան դատարան, ինչպես նախորդ դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմի հարցերին էի ես պատասխանում, այո, Գառնիկ Ղազարյանը այդ օրը ինձ տեղեկացրել է հեռախոսի միջոցով, այնուհետև տեղում, որ իրավիճակը լարված է, թեկնածուի ուղղությամբ հայհոյանքներ են տեղացել երկու անձնավորություն եւ դրանից հետո գյուղի կենտրոնական հատվածում մեքենաների կուտակում էին նկատել։ Սա այն է, ինչ փոխանցվել է ինձ Գառնիկ Ղազարյանի կողմից, իսկ ընդհանուր դատական պրոցեսի նախաքննության ընթացքի մասին ես Գառնիկ Ղազարյանից առհասարակ աշխատել եմ չհետաքրքրվել։ Միջադեպի մասով ես արդեն թե հեռախոսազանգի միջոցով այնքը տեղեկացրել, թե նաև տեղում այնքը տեղեկացրել իրավիճակի մասին։ Իսկ դուք ամեն դեպքում ունեք արդյոք ասեմ ենթադրություն կամ տեղյակ եք արդյոք թե ինչն է պատճառը եղել նման գործողությունների։ Ոչ պատվարժան դատարան չունեմ։ Մեքենաների կուտակման մասին նշեցիք, երբ որ դուք հասել եք ոսկե հարկույր, տեսել եք, որ մեքենաներ նշված կուտակումը ձեր քարոզարշավին այդ պահին տեղում անցկացնելուն խոչընդոտ հանդիսանում էր։ Խոչընդոտ հանդիսանում էր այնքանով, որ կուտակված մեքենաները ըստ նաև Գառնիկ Ղազարյանի ինձ տրված տեղեկության կապ ունեն այն երկու անձնավորության հետ, ովքեր որ հայհոյել են ինձ։ Իսկ կներեք, ինչպես էիք կամ ինչպես են պատկերացնում մարդիկ իրավիճակը, երբ որ մարդուն հայհոյում են։ Առնվազն պետք է պատասխան պահանջել, թե ինչու են հայհոյում։ Եվ այդ պատասխանը պահանջելուց հետո կարող է իրավիճակը վերահսկողությունից դուրս գալ եւ ավելի վատ հետևանքներ ունենալ։ Սա հաշվի առնելով, այո, ես սա խոչընդոտ եմ դիտարկել։ Այսինքն դուք այդ պահին, երբ որ ասել եք ոստիկանություն, այդ մեքենաների առանց կուտակումը կարող է որպես կանոնից էր հետագա գործողությունների։ Եթե այդ մարդիկ փոխկապակցված են եղել ըստ Գառնիկ Ղազարյանի այն երկու անձնավորության հետ, ովքեր որ հայհոյել են ինձ, այո, ես այդպես եմ դիտարկել։ Իսկ ինչ է կարծում, եթե դուք տեղում փորձեիք ձեր պլանավորած ձևով իրականացնել ձեր քարոզարշավը։ Նշել եք, որ նաև ձեզ հետ ոստիկանության աշխատակիցներ են եղել։ Արդյոք հնարավոր չէ լինի քարոզարշավն իրականացնել այնպես, ինչպես դուք նախանշել եք։ Ես պատվարժան դատարան անկեղծ ասած post factum չեմ կարող ասել, թե ինչ կարող է լինել։ Իսկ որ նշեցիք երկու անձանց կողմից հայհոյանքներ հնչեցնելու մասով։ Խնդրեմ հստակ եւ կոնկրետ պատասխանել։ Գառնիկ Ղազարյանը ձեզ երբ որ այդ մասին պատմում էր։ Հնարավորինս բառացի փոխանցեք, թե ինչ են նա ձեզ պատմել, ովքեր են հայհոյել, կոնկրետ երկուսն էլ հայհոյել են, նրանցից յուրաքանչյուրի ինչ արտահայտություն չեն ուզում, որպեսզի կրկնեք բառերը, բայց հնարավորինս հասկանալի ձևով փոխանցեք, այն ինչ որ ձեզ Գառնիկ Ղազարյանը պատմել է։ Գառնիկ Ղազարյանի պատմելով ինքը իրազեկող ակցիա է իրականացրել գյուղի տարածքում, նաև ունեցել անկեր Վաղեմի գյուղում, գյուղամիջում եւ իրազեկող ակցիայի ընթացքում իր ընկերոջն է նաև ցանկացել այցելել կամ ճանապարհին գուցե հանդիպել, որպիսությունը հարցնել։ Հանդիպել է երկու անձնավորության, ովքեր նախընտրական բուկլետի հետ հայհոյանքներով մենամարտի մեջ են մտել։
Սա փոխանցվել է Գառնիկ Ղազարյանի կողմից ինձ պատվարժան դատարան։ Երկու անձանց Գառնիկ Ղազարյանը սկզբից երկու անձանց մասին է խոսել, հետագայում պարզվել է, որ այդ երկու անձինք Ներսիսյան Գևորգն է եւ նրա որդին։ Սա այն է, ինչ փոխանցվել է ինձ Գառնիկ Ղազարյանի կողմից։ Եվս այդ հարցեր չունեմ, կան հիշնությունների Ես հարցս եմ ապրում ձեր հարցերից հարցեր առաջացան։ Ես կարծում եմ, որ նա չպատասխանեց ձեր հարցին, մի քանի հարց ես ուղիղ բան թող պատասխան։ Եվ Ներսիսյանը ձեզ հայրենիք է ոչ, ըստ ձեր նշած վկայում Գառնիկի։ Անկեղծ ասած կոնկրետ թե ով է հայհոյել, առնվազն կամ Գևորգ Ներսիսյանը կամ Համբարձում Ներսիսյանը հայհոյել է։ Կոնկրետ Գևորգ Ներսիսյանի մասով ես չեմ կարող պատասխանել, որովհետև Գևորգ Ներսիսյանը ու հարց են տալու, ձեզ հայհոյել է թե Գառնիկ Ղազարյանը ինձ պատմել է, որ երկու անձնավորություն հայհոյել են ինձ, թե կոնկրետ ով է հայհոյել, ով հանդիմանել կամ ով քննադատել կամ քննադատական խոսք հնչեցրել, այդտեղ Գառնիկ Ղազարյանը ավելի կոնկրետ կպատասխանի։ Ինչի՞ց եք ենթադրում, որ եղել Գևորգ եւ Համբարձում Ներսիսյանը։ Առնվազն Գառնիկ Ղազարյանը ինձ պնդել է եւ ասել է, որ այդ երկու անձնավորությունն են։ Հակառակ պարագայում ես ձեզ մի փոխադարձ հարց տամ, այդ դեպքում ինչ գործ ունեն երկու քաղաքացիները ձեր կողմից։ Ես արդեն բացառաբանել եմ, որ դուք հարցեր տալու իրավունք չունեք, պատասխանեք հարցեր։ Եվ նաեւ եւս մեկ անգամ սպասեք հարցեր հավաքեն, որ հասկանալի լինի ինչ հարցեր ուղղում ձեզ, որպեսզի դուք պատասխանեք այդ հարցին։ Խնդրեմ։ Հիմա ինչի՞ց եք ենթադրում, որ Գևորգ եւ Համբարձում Ներսիսյանն են ձեզ հայհոյել, եթե դուք ասում եք Գառնիկ Ղազարյանը ինձ ասել է, որ երկու անձ է հայհոյել։ Գառնիկ Ղազարյանը նաեւ հետագայում, երբ որ գյուղի կենտրոնական հատվածում ա եղել 16:00-ին հարակից այդ ժամանակահատվածում, արդեն իսկ ինքն իր համար ճշտած է եղել, թե ովքեր են եղել այդ երկու քաղաքացիները։ Ձեզ ասել է, ես ուշ վաշ չեմ։ Ասել է, այո։ Ձեզ ասել է, որ Գևորգը եւ Համբարձումը ձեզ հայհոյել են, դե։ Այո։ Բայց ինչ առաջ նոր ասեցիք, որ չի ասել։ Դե կոնկրետ նորից եմ կրկնում, եթե դուք խնդիր եք դրել ձեր առաջ, որ ես պնդեմ, որ այո Գևորգ Ներսիսյանը հայհոյել է, ներողություն, ես ասում եմ Գառնիկ Ղազարյանն ինձ ասել է, որ երկու քաղաքացի հայհոյել է։ Եթե իմ խնդիր դրած ալեի, ուրիշ ձեր խոսեք։ Ես ու հարց եմ ձեզ։ Դուք հարգելի պաշտպան, խնդրում եմ ձեր լիազորությունները դատական նիստերի դահլիճում չչարաշահեք եւ պատվարժան դատարան խնդրում եմ պաշտպան, եկեք իրար ինչ-որ չգիտեմ ինչ խոսում ունի ուրիշ բան։ Ես ու հարց եմ տալի, թող պատասխան։ հարցը պատասխանեց հիմա վկան ինչ կերպ որ ձևակերպեց հարցի։ Որոնք ձևակերպի վկան։ Խնդրում եմ հարցեր ուտեք, այլ ոչ թե հարցումություն։ Ինչ։ Ես հասնում եմ։ Շարունակեք։ Վկա Գևորգ Ներսիսյանի եւ Համբարձում Ներսիսյանի փաստաբաններին նախկինում ճանաչել եք դուք։ Ինձ պարոն Զորաբյանի կամ մյուս փաստաբաններ։ Երբ որ շփվել ենք իրար։ Ձեզ երբևէ չեմ ճանաչել։ Ես ասած ասեմ հարցին։ Պարզաբանեք ոչ դրանից։ Հա, ես մի ուրիշ հարցեր կտամ պատվոժում դատա, ես չեմ ուզում այս պարզաբանը վկան կհասկանա ինչի անում հարց։ Դա մեր հարցը։ Ես միջադեպի հետ կապված, անասար դու Facebook-յան էջ վարում եք, ես միջադեպի հետ կապված հրապարակում արել եք։ Այո։ Կան անգամ եք հրապարակում։ Առնվազն 1։ Իսկ հնարավոր է երկու անգամ եք հրապարակում։ Գուցե։ Դուք ասացիք, որ ինձ առնվազն չեք ճանաչում։ Իմ նաև կանանք ենթադրում, որ հարաբերություններ չունեն, չէ՞, ընկերական, բարեկամական, իրար հետ իքով դիմելով։ Հիմա որ դուք ես ձեզ հարութիկով դիմեմ, դուք կներողանաք թե չէ։ Պատվարժան դատարան։ Սա հարցի տրամաբանության մեջ տեղավորվում է։ Վերջինս պատվարժան դատարան Facebook-յան էջում, դուք բազմապան եմ ուզում պահանջել, այնտեղ ոքան բազմապան եմ, գուցե ցալ է։ Եթե Facebook-յան էջում հրապարակել է, որ փաստաբանիկները, չէ՞, տեսանիք են հրապարակել։ Հիմա վկան ուզում եմ հասկանամ։ Հիմա ես օրինակ դիմում եմ։ Դուք ձեզ այդ փաստաբանիկների մեջ եք տեսնում։ Եթե ձեզ այդ դրա մեջ եք տեսնում, այո։ Ձեզ վերջին անգամ եմ նախազգուշացնում, որ առանց օգտվության այլևս չխոսենք ու չմիջամտենք որևէ Շատ լավ։ մասնակցի ելույթին։
Արգեն Պաշտպան։ Ես ում հասկանամ էլի, ինչ է կասում։ Եթե վկայի ինչ-որ հրապարակումից օրինակ դուք վիրավորվել եք կամ գտնում եք, որ դրանով ձեր հանդեպ ինչ-որ անհարգալից վերաբերում է դրսևորել, կարծում եմ դուք դրա իրավական ընթացակարգության կարծում եմ, որ դա որևէ կերպ առնչություն չունի ներկայացված մեղադրանքի բովանդակությանը, հետևաբար միշտ հարցեր է։ Ես կարծում վաճառական առանցրակ մեղադրանքի բովանդակության հետ կապ չունի։ Ես դրամը հարց եմ տալիս, ում հասկանամ։ Ինչ նկատի ունես։ Մեղադրյալի վկայի կողմից հաստատանների հետ կապված ինչ-որ հրապարակումների, դրանց բովանդակության եւ այլն հետ կապված հարցերը հանվում են, եթե այլ հարցեր ունեն շարունակեք։ Չէ, ես այդ հարցը չունեմ, ու հասկանում եմ, որ կան ինչ նկատի ունեք։ Դե չէ, մնացած իկերը ես հարցերի պատասխանի ես այս բան հարցեր չունեմ։ Կան այդ հարցեր։ Այո, պատվաժան դառնան ինձ համար հասկանալի է, եթե դուք դրա հարցը Հասկանում եմ։ շնորհակալություն։ Ի վերջո Գևորգ Կարմեն Ղազարյանի հայտնած տեղեկությունների երկուստեք ձեզ հայհոյել են, թե ոչ։ Առակում հարցի դեմ դարձին պատասխանել է պատվաժանական։ Ամեն դեպքում մի քանի անգամ պատասխան հնչեցել։ Ապեր պատվաստան հնչեցեցի, պատվաժան դառնան։ Ամեն դեպքում դատարանը կգնա Շատ պատասխաններ, շատ այս տարեգությամբ էլ հարցեր չունի։ Միջնորդություններ կան վկայությունների մասը։ Այո, պատվաստան դատարան ստության արկա է քրեական դատավարության անձնական առաջին մասով նախատեսված, առաջին մասը երկրորդ կետով նախատեսված իրական հակասություն այսինքն վկայված նախաքննական և դատական քննականությունների մեջ արկային իրական հակասություններ, որոնք թույլ են տալիս ինձ տվյալություններ ներկայացնել։ Դա բազարվանը ինչու՞ն է կայանում հակասությունը։ Ըստ էության հակասությունը կայանում է տեղի ունեցող հանգամանքների, որ տեղի ունեցել Ոսկեհատի համայնքում, այլ ոչ ակնհայտ լինելով, որ Գևորգ եւ Համբարձում ներսիստանները փորձում են իրավիճակը լարել, որոշում են կայացնել ու իրականացնել փոքր քանակությամբ ավտոմեքենաների վրա, այս մասով որևէ հարցաքննության ընթացքում որևէ հանգամանք չի ներկայացվել, այս մասով ընդհանրապես Ես իմ հարցերից նաև այդ իմ կողմից ուղղված հարցերը նաև դրան են վերաբերվում եւ կարծում եմ որ այդ հարցերին նույնպես պատասխանեց։ Պատվաժան դատարան սակայն որևէ կերպ Գևորգ Համբարձում ներսիստանների անունը չհնչեց։ Տվյալ իրադրություն երբ որ կյանքում հավաքված են եղել, որևէ կերպ իրանք ինչով են փորձել ոչնչոտել հանգամանքներին։ Հարցակումներով է հանգամանքս բարձր է թե Շատ բան, եթե հարցակումները կանեն են, հարցակումները իրականացնել։ Այլ որ յուղամեջում եք գտնել, այդ նախկինում դուք Գևորգ եւ Համբարձում ներսիստաններին ճանաչել եք, թե ոչ։ Երբևէ չեմ ճանաչել։ Այս ձեր ցուցմունքով նախաքննության ընթացքում տրված նշել եք, որ Գևորգ եւ Համբարձում ներսիստանները արդեն տեղում Ոսկեհատ գյուղում գյուղամիջյան հատվածում փորձել են իրավիճակը լարել, որ ակնհայտ է եղել ձեզ համար ինչպես բացատրել ես անվանում։ Առնվազն մեքենաների կուտակման, առնվազն գոնե թե Գևորգ Ներսիսյանի տեղում լինելով եւ Գառնիկ Ղազարյանի փոխանցումների վրա հիմնվելով։ Այսինքն Գառնիկ Ղազարյանը ձեզ տեղեկությունները հայտնել է, դուք տեղում նկատել եք Գևորգ եւ Համբարձում ներսիստաններին։ Ես որ չեմ ճանաչել Գևորգ եւ Համբարձում Ներսիսյաններին, այո, Գառնիկ Ղազարյանն ինձ մատնացույց արել նրանց։ Ես անձնապես նրանց դեմքով անգամ չեմ ճանաչել։ Այո, Գառնիկ Ղազարյանն է եղել ճանաչող միակ անձնավորությունը տեղում, ով մատնացույց է ինձ արել։ Եվ ես հիմնվելով Գառնիկ Ղազարյանի այսպես խոսքի վրա կատարել եմ եզրակացություններ։ Այդ մատնացույց անելու հանգամանքը խնդրում եմ մանրամասն կներկայացնեք, ինչպես է տեղի ունեցել։ Մինչև մեր գյուղ ներկայանալ Գառնիկ Ղազարյանը նախ ասեցի, որ հեռախոսով է տեղեկացրել, որ իրավիճակը լարված է գյուղում եւ նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել։ Այնուհետև երբ որ տեղում էինք արդեն, Գառնիկ Ղազարյանն ինձ փոխանցել է, որ Համբարձում եւ Գևորգ Ներսիսյաններն են եղել հայհոյողները, կամ առնվազն նրանցից մեկը, հիմա չգիտեմ, պատվաժան դատարան եւ նախաքննության ողջ ընթացքը պետք է որ արդեն իսկ ապացուցած լիներ, թե ով է այդտեղ եղել։ Եվ նրանց գյուղամեջ գալով այդ միջադեպից հետո գյուղամեջում հավաքված նախ բնակիչներն են ամեն մեկի ուղղությամբ գնացել, մի մասը տուն ա գնացել, մի մասը գործերով ա գնացել, մի մասը միացել ա կուտակված մեքենաներին եւ այդ մարդկանց դա է եղել։
տեղում Գարնիկ Ղազարյանի փոխանցումների Լավ, sense հարցը ուղղում եմ ձեզ, այսինքն Գարնիկ Ղազարյանը ընդհանրում է, որ ձեռքով ցույց է տվել անձանց հայտնել է, որ սա համբարձում ներսիսյանն է, սա Գարնիկ Ղազարյանը այո ոչ միայն ինձ է մատնացույց արել, այլ մատնացույց է արել մեր մյուս վկային Լիաննա Ղարամանյանին տեղում մինչև մեր ներկայանալուց հետո թե ինձ, թե նաև շտաբի մյուս անդամներին։ Շնորհակալություն պատասխանատվության այստեղ։ Ես անգամակի մասին երբ հիշեցի Որ։ Քիչ առաջ որ խոսում եք, Որ։ Ավելի մանրամասն։ չլսեցիք Ավելի մանրամասն եք, ձեր հարցը ավելի կոնկրետ ձևակերպեք։ Չհասկացաք հարցը։ Չէ, Աղբաժան դատային, որ պարզաբանում վկայի վրա։ Հարգելի Վկա, այ որ դուք քիչ առաջ պատասխանեցիք, որ Գևորգ Ղազարյանը մատնացույց է արել նշված անձանց, եւ ասել է, որ նրանք ով է Գևորգ Ղազարյանը։ Դե չէ, Գարնիկ Ղազարյանը։ Հասկանալի է, չէ՞ Գարնիկ Ղազարյանը։ Հիմա այդ մասին երբ իմացաք, երբ մտաբերեցիք։ Որ մատնացույց է արել։ Ընթացքում հարցը։ Այո։ Առաջին հարցակցության ժամանակ ասել եք դրա մասին, թե ոչ։ Որ հարցը։ Քրիչի մոտ հարցակցության ժամանակ։ Այդ չեմ հիշում։ Իսկ դատարանում առաջին հարցակցության ժամանակ ասել եք դրա մասին։ Հետը չեմ հիշում։ Հիշողության կապացիտետի ունեք։ Իսկ ունեք։ Գուցե։ Գուցե թե ունեք թե չունեք։ Չեմ ստուգվել, գուցե։ Կարող է ունեք իրար։ Գուցե։ Հիմա Չի բացառում։ Չի բացառվում։ Չի բացառվում։ Այո։ Այսինքն կարող եք հիմա ասել, որ նման տեղեկությունները դուք հենց որ օրինեցիք։ Կարող եք դες բան։ Չեք կարող։ Հիմա Գարնիկ Ղազարյանը դատարանում հարցակցության ժամանակ նաև ձեր նշած ձեր համակի ճակերտավոր Լիաննա նման տեղեկություններ չի հայտնել դատարանի, որ իբրև Գարնիկ Ղազարյանը հերքել է տեղեկություն, որ ձեզ մատնացույց է արել Գևորգ Ղազարյանի եւ համբարձում հարցը համոզում է, որտեղ Ղազարյան նամակացություն տվել։ Չէ, ես Գարնիկ Ղազարյանի մասին ասացի։ Հետո շեշտադրեցի Լիաննա Ղարամանյանը նամակացություն տվել է, որ ինքը նստած է եղել իրենց այդ պային անցնողին մատուցություն այո, բայց ոչ համբարձումի։ Համբարձումի մասին է խոսում հարություն Մկրտչյանը։ Խոսքը վերաբերում է համբարձում։ Հիմա համբարձում Ներսիսյանի դուք անձամբ եք ընդդեմ։ Ես համբարձում Ներսիսյանի իմ կյանքի ընթացքում երբևէ որպես այդպեսի առանձին չեմ հանդիպել, որ համբարձում Ներսիսյանը տպավորված լինի ինձ մեջ, հարգելի պաշտպան։ Կարան դիտարկել, որ համբարձում Ներսիսյանը ընդդեմ չի եղել։ Դուք կարող եք դիտարկել, որ Չապ Նորիսն էլ այնտեղ չի եղել։ Կարող բլոս լինել է։ 81-ով է։ Դե դա 81-ով է։ Եկա Միկրտչյան։ Հարգելի պաշտպան, լրություն։ Դատան ձեզ բազմիցս նախազգուշացրեց, որպեսզի կորեկտ եւ հարցերին նորմալ պատասխանել հնչեցնեք ու դատարանը հիմա ձեր նկատմամբ կիրառում է դատական սանկցիա։ Նախատողություն է հայտարարում ձեզ հաջորդ անգամ նմանատիպ վարքագիծ դրսևորելու դեպքում ձեր նկատմամբ կարող է կիրառվել ավելի խիստ դատական սանկցիա։ Ուրեմն հարցերին պատասխանեք սպառիչ եւ հնարավորինս կորեկտ, առանց ավելորդությունների, առանց այլևարությունների։ Պատվարժան դատարան։ Ինչ կարող են ենթադրել այստեղ մեղադրող կողմը, պաշտպանական կողմը եւ անգամ դուք, ես չեմ կարող ասել։ Այդ դեպքում ինձ այդպեսի հարցեր կանչել ձեզ մեր ենթադրությունները մեկնաբանելու, մենք կանչել ենք ձեզ հարցերի։ Այդպեսի հարց է հնչում։ Հարցը կհնչի, հարցի պատասխանեք հստակ։ Հարգելի պաշտպան, նաև ձեզ խնդրում եմ մնալ կողմնակցության սահմաններում եւ չվերածել բանավեճի։ Հիմա սիրած դերասանն դրա համար ես չասեցի ով սիրած դերասանն հերակի պաշտպան, նորից եմ ասում։ Դրսևորել է վկա ոչ պատշաճ վարքագիծ, արժանացել է համապատասխան սանկցիա, պետք չի վերածել բանավեճի կամ այլ խոսակցությունների։ Վկա։ Եկեք այդ նման մոտեցումը ավարտենք։ Քանի մեքենա եք տեսել, ասիկ մեքենաների կուտակումներ կան։ Հիմա քանի մեքենաներ կան դեռ։ Եվ նախորդ հացակցության ժամանակ հարցը չեն պատասխանել եւս։ Իսկ այդ կուտակված մեքենաները որ ասացիք, ձեզ որևէ խանգարել են ձեր քարոզարշավի իրականացման։ Չգիտեմ, մոտնասիկ, չգիտեմ, ազնանշան տան ձեզ ցանկացած եղանակ։ Պարոն ասել եք 15 Ահա
Գարնի գազանը դատանում ցուցմունք է տվել, որ համակցությունների սենին հավաքված վայրում չի տեսել, ինչ կասեք դրա Ես Գառնիկ Ղազարյանի փոխարեն Գառնիկ Ղազարյանի ասածները չեմ կարող մեկնաբանել, դա կարող եմ ասել։ Ստատելու պաշտոններ դատարանին։ Ես Գառնիկ Ղազարյանի ստատելու մոտիվների վերաբերյալ եւս ոչինչ չեմ կարող Դուք հիմա վկայակոչ դատարանում հարցերի մի պատասխան վկայակոչում եք հիմնականում Գառնիկ Ղազարյանի հայտնած տեղեկությունները։ Ով իդեպ դատարանում այլ տեղեկությունները հայտնել նշված հանգամանքի վերաբերյալ։ Ինչ կասեք դրա։ Ոչինչ։ Դուք դատարանի մարդարացի եք կամ ճիշտ եք ասում։ Ես ոչ միայն դատարանի հետ եմ արդարացի, ես առհասարակ իմ կյանքն եմ փորձում արդար եւ ազնվորվել։ Շատ լավ։ Հարցեր չունի բացել։ Դատարան ևս հրավցի։ Ես համոզվում եմ բավական դատարան։ Շատ լավ։ Նշում որ Գառնիկ Ղազարյանը երկրորդ զանգահարել է, հայտնել է, որ ամեն դեպքում ներկայիս նման ցուցում տվեցիք, որ երկու անց Ամբարձում եւ Գևորգ Ներսյանները իրեն հայոյել են։ Բացի նշված տեղեկություններից, այլ տեղեկություններ հայտնել է ձեզ առայն, որ նման կերպով կամ այլ գործողություններով իր նախընտրական քարոզարշավը խոչընդոտվել է։ Գառնիկ Ղազարյանը ինձ հորդորել է հեռախոսով առնվազն չգալ ոսկեհատ համայն, որովհետև իրավիճակը լարվում է, որովհետև կոնկրետ տեխնազոյին տվյալ դեպքում ինձ հայոյով անձինք սկսել են գյուղի կենտրոնական հատվածում կուտակումներ իրականացնել մեքենաների, բայց ես որոշել եմ այցելել գյուղ, որոշել եմ տեղում իրավիճակը այցելել եւ գնահատել, որից հետո նախապես պլանավորված քարոզարշավը չի ստացել իր ընթացքը, այն ինչ որ նախապես պլանավորված էր եւ համապատրաստից ֆորս մաժորային իրավիճակից ելնելով մենք որոշել ենք փոքրիկ ավտոյով շրջել գյուղ եւ դուրս գալ գյուղից։ Շատ լավ։ Այլ Գառնիկ Ղազարյանը հեռախոսար զրույցի ընթացքում ձեզ հայտնել է, որ տեղի ունեցող հանգամանքների արդյունքում ինքը չի շարունակում իր նախընտրական քարոզարշավը կամ բուկլետ բաժանել կամ իր գործողություն, որ պետք է իրականացնել ոսկեհատ գյուղում։ Այո, ինքը եղել է հոգեբանական ծանր իրավիճակում, ինքը նաև տեղում գյուղի կենտրոնական հատվածում, երբ որ բուն միջադեպն է եղել այոյախառն արտահայտություններով, դրանից հետո վերադարձել է տաղավար եւ տեղում նստել ու որևէ գործողություն չի իրականացրել, իրազեկել են ինձ տեղում իրավիճակի մասին։ Եվ նրա իրազեկող բնույթ կրող ակցիան, որ պետք է շարունակվեր մինչև 16:00 ներառյալ, ինքը չի իրականացրել։ Ես այլևս հարցեր չունեմ պատասխան։ Այլ հարցեր չկան, ձեր հարցաքննությունը ավարտված է, կարող եք նստել, կարող եք լքել դատական նիստերի լուծը ըստ ձեր ցանկության։ Շնորհակալ եմ, հաջողություն ձեզ։ Անցնում ենք լրություն դավիճում։ Հաջող ապացույցների հետազոտմանը արգելի հանրային հեռախոսով կարող եք ներկայացնել ապացույցները։ Շնորհակալություն դատարան։ Հաջորդ ապացույցը գտնվում է Բարոյի նյութերի առաջին հատորում, երրորդ էջում, մասնավորապես 01-11-2020 թվականին թվականին Գառնիկ Սուրենի Ղազարյանի կողմից ներկայացվել է անձնագործության մասին հաղորդում ոստիկանության գլխաշապատի բաժնում, համաձայն որի 2022 թվականին Այս հաղորդումը անգլերենից արագ չէր։
Նուկլեարները երեգայության ցանկը կազմված, որտեղ նշված է քրեական լաբորատորիական հետազոտությունների գիագործները, սակայն նշված հաղորդումը ապացույցի շարքում արկա Ապացույցի ծավալ սահմանելիս հանրային մեղադրողը միջնորդել է նշված ապացույցը ընդգրկել միական դատալսումների ընթացքում հետազոտման հետաքրքրությունների շարքում։ Ես չեմ եղել, Եթե տեղեկանքի ձելել ներկայացնում որ նշված ապացույցը նախնական դատալսումների ընթացքում ապացույցի ծավալ սահմանելիս դատարան ընդգրկել է հետազոտման Զուտ ես ցանկը արձանագրեցի, ոչ շարունակեք։ Համաձայն որի 2025 թվականի նոյեմբերի 1-ին ժամը 14:00-ի սահմաններում Հանրապետության կուսակցություն համակրի հետ գտնվել է Հարմավիրի մարզի Վաղաշապատ համայնքի Ոսկե հատ բնակավայրի համանախապետարանի հարավից տարածքում և իրականացրել նախընտրական քարոզարշավին նպաստող նախապատրաստական աշխատանք, տեղադրելով համապատասխան տեղակայվը, որից հետո Ոսկե հատ բնակավայրի Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղադրել է տեխնացուի նախընտրական ծրագիրը։ Այդ ժամանակ նրանից մեկից դուրս է եկել իրեն անծանոթ երիտասարդ, վերջինս նույնպես առաջարկել է տեխնացուի ծրագիրը, որից հետո երիտասարդը Հանրապետություն կուսակցության տեխնացուի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հարյուրանքներ։ Այդ ժամանակ իրենց է մոտեցել նաև նույն բնակարանի բնակիչ նախկին համայնքապետ Եգոր, ով նույնպես հարյուրանքները հնչեցրել և սպառնացել, որ հեռանան նշված վայրից, որից հետո մոտ 10-13 մեքենաներով հավաքվել են համայնքապետարանի շենքի դիմաց, որտեղից հավաքվածներին իրազեկել են հեռանալ, այլ կերպ խոչընդոտելով հավաքի բնականon ընթացքին, դրսևորելով խուլիգանական բարդակից։ Նշվածի կապակցության հետ հայտարարություն չկա, Շարունակական արձանագրում են ներողություն, որ Վարդերի առաջին հատորի 7 վերջում կնարված է անցադրության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրություն կազմված 01/11/2025 թվականին ստորագրված հաղորդում տվող Ղազարյանի և հաղորդում ընդունող Բուլգարյանի կողմից։ Հրապարակենք նաև հաղորդում վերցնող տվյալները, բայց նորի ոստիկանության ներգրավել ոստիկանության ՀՕԲՎ Վաղաշապատի Բարնիապատ համայնքային ոստիկանության Բուլգարյանի տվյալները ուզում հրապարակենք, որտեղ և Արմին Ղազարյանի տվյալների միաժամանակ հեռախոսի համար կա նշված 07-3-0-ը Փարավիզյան վերածը հարցում է։ Այս մասը շատ Շարունակենք։ Հաջորդ ապացույցը գտնվում է Վարուդեր առաջին հատորի Վարուդեր 55-ում, մասնավորապես 02-11-2025 թվականին հաստատների զննություն կատարելու մասին արձանագրությամբ, համաձայն որի զննությանը ենթարկվել Էդիշն կայքից արտապատված 16-11-2025 թվականին կայանալի Հարմավիր Վաղաշապատ համամասնական ընտրությունների գրանցված կուսակցությունների և երրորդ համարի ներքո գրանցված Հանրապետություն կուսակցություն տեխնացուների վերաբերյալ ցուցակների զննությամբ պարզվել է, որ 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալի Հարմավիր Վաղաշապատ թիմ համամասնական ընտրություններում գրանցված են առաջին հաղթանակ կուսակցության դաշինքը, երկրորդը համահայկական ճարտար կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը, չորրորդը Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցությունը, 5-ը Ազատ դեմոկրատներ կուսակցություն, 6-ը Ժառանգություն կուսակցություն, 7-ը Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, 8-ը Հայրենիք կուսակցություն։ Երրորդ համարի ներքո գրանցված Հանրապետություն կուսակցության ընտրական ցուցակում գրանցված են 22 տեխնացուներ, որոնցից 5-րդ համարի ներքո գրանցված է Կարմիկ Սուրենի Ղազարյանը, ով գրանցվել է 17-10-2025 թվականին, իսկ առաջին համարի ներքո Հարություն Տիգրանի Մկրտչյանը, ով գրանցվել է 17-10-2025 թվականին։ Կարմիկ Սուրենի Ղազարյանի կողմից 24-10-2025 թվականին ներկայացրած Վաղաշապատ խոշորացված համայնքի հավաքանու տեխնացուների հայտագրերի համաձայն վերջինս ծնվել է 29-1949 թվականին աշխատած է բնակության հասցեն ներկայացնեն պատվաշան դատարան Հարություն Տիգրանի հաջորդ Հարություն Տիգրանի Մկրտչյանի կողմից է հայտ ներկայացվել 24-10-2025 թվականին Վաղաշապատ խոշորացված համայնքի հավաքանու տեխնացուի հայտարարի համաձայն վերջինս ծնվել է 03-1995 թվականին։
հայտարարություններ կամ հաշվացի վերաբերյալ։ Առաջին հատուցումներում կարողացել հաստատել զինվորություն կատարելու մասին 2 նոյեմբեր 2025 թվականին Արաբ քննիչ Արտուրյանի կողմից կազմված արձանագրություն։ Եթե կան հայտարարություններ, շարունակենք։ թվականին արտավարության պասպորտով ճանաչված ելիք շնկայքից արտադրված վերնշված վիճարաշվերողի կողմից նշվեց 16-11-2025 թվականին կայանալի կազմի բաղաշապատ մասնական ընտրությունների գրանցված կուսակցությունների և երրորդ համարի տակ գրանցված հանրապետություն կուսակցության դեպքությունների վերաբերյալ ցուցակներով, որոնք գտնվում են առաջին հատորի 51-52-37-49 էջերում։ Հատավարության պասպորտով ճանաչելու մասին որոշումը որպես այդպիսին ապացույցի տեսակ չէ և երկրորդ ընդգրկված չէ հետազոտման ապացույցների շարքում, ուստի 52-րդ էջերում գտնվող նշված որոշումը որպես ապացույց չենք հետազոտում, իսկ 37-ից 49-րդ հերթերում առկա են election AM հարթակից հատակված ուսակցությունների և թեկնածուների վերաբերյալ տվյալներ, որոնք արդեն հրապարակվեցին նշվածի վերաբերյալ կան հայտարարություններ։ Հաջորդ ապացույցը գտնվում է երկրորդ հատորի 6-ից 8-րդ էջերում, համաձայն որի Ինչ ապացույցի մասն է։ Դերեկտիվայի զինվորություն կատարելու մասին արձանագրություն թվականի փոխաշուտ։ Շարունակենք։ Դերեկտիվայի զինվորություն կատարելու մասին արձանագրության համաձայն որի դերեկտիվայի հանդիսացել Արմավիրի մարզի բաղաշապատ համնետի ոսկե հայրբնակավայրի Գրիգորյոսավորիչ փողոցի թիվ 4 հասցեի հարակից ճանապարհահատվածը Ինչպես տարածքը ասֆալտապատը ճանապարհի արջի զաղավարում ճանապարհահատվածի արջահատվածում անկայքում որևէ արկային թվով 2 տեսանկրանով սարքել, որոնցից մեկը նկարում է տան բակային հատվածը, իսկ մյուսը ճանապարհահատվածը։ Շարունակեմ։ Հատան արձանագրում է, որ աղոթի 6-ից թերթերում կարողացել երկրորդ հատորի 6-ից 8-րդ թերթերում կարողացել դերեկտիվայի զինվորության մասին 0411-2025 թվականին Քննչական կոմիտե Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ արտադրության առաջին դասի խորհրդական Արամ Գեորգի Սաֆարյանի կողմից կազմված արձանագրությունը։ Նշված արձանագրության վերաբերյալ հայտարարություն։ Հաջորդ ապացույցը գտնվում է բարոյթեր երկրորդ հատորի 15-րդ էջերում կուսակցություն կատարելու մասին արձանագրությամբ, համաձայն որի կուսակցության մասնակից Գոռոն Ներսիսյանը հայտարարել է, որ տեղյակ չէ, թե որտեղ է գտնվում իրենց տեսանկրանով սարքել արտաքին իշխանության փոշտերիչնում և նույն ժամանակ ներկայացրել է 2025 թվականի նոյեմբերի 1-ի դեպքի ժամանակահատվածի տեսագրությունը գրիչի միջոցով։ Երկրորդ հատորի 9-ից 11-րդ թերթերում կարողացել ուզարկություն կատարելու մասին արձանագրություն շարունակված 4-11-2028 թվականին քննչական կոմիտե Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Ռահագան Գեորգյանի կողմից նշվածի վերաբերյալ հայտարարություն։ Ըստ մեր կողմից է տրամադրել հետազոտությունները, արձանագրենք, որ բայց այս հայտարարությունը մենք ներկայացրել եւ Բարոյթերական մամուլի ադերավերին փոխարեն անակի ռեսուրսացածը և գնացել խոզարկություն կատարես։ Հաջորդ ապացույցը գտնվում է երկրորդ հատորի 12-ից 14 էջերում դերեկտիվայի զինվորություն կատարելու մասին արձանագրությամբ, համաձայն որի դերեկտիվայի հանդիսացել Արմավիրի մարզի Բաղաշապատ համայնքի ոսկե հայրբնակավայրի բարեկամության փողոցի թիվ 26 հասցեի հարակից ճանապարհահատվածը նշված հասցեում գտնվում է ոսկերավ մարքետ մտրային խանութը, նշված մտրային խանութի արջակողմյան ձախակողմյան հատվածներում արկային տեսանկարանով սարքել, նշված խանութի արջակողմյան, ինչպես նաև բարեկամության և մաշտով փողոցների խաչմերուկին
Արագից հատվածների տեղադրված են Արշապատ համայնքի ղեկավարի տեխնոսի պաստառում ռեզոնանսան բարձվել է նաև, որ նշված խաչմերուկի հարակից տարածքում արկան են բնակելիքներ և խանութներ։ Հաջորդ ապացույցը Ներառությունը պետական մարզանարները վարորդի երկրորդ հաղորդի 12-14-րդ էջերը կարողված են դեպքի վայրիզնություն կատարելու մասին արձանագրություն կազմված 04-11-2025 թվականին հատկապես կարողորձեր քննիչ Արամ Սաֆարյանի կողմից։ Դա հայտարարություն։ Հաջորդ ապացույցը գտնում է դարի թեստերի կատավորի 16-ից 20 ժողոմ, մասնավորապես 04-11-2025 թվականից կատարելու մասին արձանագրությունները համաձայն, որի զինության են ընթարկվել Արմավի մարզի Արշապատ համայնքի Ոսկե հատբնակավարի Գրիգոր Լուսավորչ փողոցի 4 աստիճանում իրականացված կատարության ժամանակ, որում Ներսիսյանի կողմից ներկայացված պոչտերի շումարտատեսակությունները համաձայն որոշների շումարտային, որ 164 տեսափայլեր զննվել են MVR CH1 անվան տեսախցի կողմից կատարված տեսագրության 60 տեսափայլները համաձայն որոշ տեսագրությունում պատկերված է 2025 թվականի նոյեմբերի 1-ի ժամը 14:30-ից սկսված Արմավի մարզի Արշապատ համայնքի Ոսկե հատբնակավայրի Գրիգոր Լուսավորչ փողոցի թիվ 4 աստիճանում տեղի ունեցող իրադարձությունները տեսագրության ժամը 14:24-ին նշված ճանապարհով անցնում է Սերգեյի Բաշունով կապույտի սետապատով սպորտային կոչումով ստիտակ մազերով Առաջարկում դիսկը միացնեն, ամսալությունը բատան, մենք ինչի մասնակցում։ Ավելի հեշտ ալին ունեց։ Կան հիմամետեսի կարտա, հետո միատել այդ դիսկը ճանաչել որպես այդ պասպորտ ու դա մյուս դեպքի Ամեն դեպքում տեսագրությունները հետազոտելու ենք, եթե նշված առաջարկել կապոցի ինչ որոշում է։